Ըստ ընդունված օրենսդրական փոփոխությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշել, որ որևէ դիտորդական առաքելություն կամ դիտորդ խախտել են քաղաքական չեզոքության սկզբունքը և նրանց զրկել դիտորդություն անելու իրավունքից։ Եթե օրենսդրական կարգավորումներում հստակ չի ձևակերպվում ինչ է քաղաքական չեզոքությունը կամ ինչ է դրա խախտումը, մենք գործ ունենք ոչ թե ընտրությունների որակը բարձրացնող օրենսդրական նախաձեռնության, այլ ընտրությունները վերահսկելի դարձնող կամ ավտորիտար միտումներ ներդնող նախագծի հետ, որովհետև վաղը Նիկոլ Փաշինյանի գրպանում գտնվող կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամայականորեն քաղաքական չեզոքության խախտում կարող է համարել, օրինակ, որևէ դիտորդի արձանագրած ընտրախախտում կամ դրա մասին բարձրաձայնում։ Այդպիսի նախադեպ մենք արդեն Մոլդովայում տեսել ենք։ Հետևաբար, քաղաքացիական պայմանագիրը ամեն ինչ արել է, որպեսզի հանրային վերահսկողություն ընտրական գործընթացի նկատմամբ 2026-ին չլինի։